Նարեկ, նախ մենք պայմանավորվել ենք դուով ենք իրար հետ զրուցելու, որովհետև միլիոն տարի ճանաչում ենք ոնց որ ասում են։ Մեր հասարակության մեջ Հայաստանում զգալի հատվածի մոտ կա թյուրըմբռնում, որ հեռուստաաշտարակը ու հանրային հեռուստաընկերությունը նույն բանն են։ Հիմա մենք եկել ենք նախ բացահայտելու, սովորելու, հասկանալու, որ դա այդպես չի, երկրորդն նաև աշտարակի մասին ինֆորմացիա եւ քո մասին ինֆորմացիա վերցնելու։ Արի սկսենք սկզբից, որտեղ ենք մենք հիմա։ Նախ ողջունում եմ, Հայր ջան, շնորհակալ եմ, որ եկել եք։ Մենք գտնվում ենք Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց Փակ բաժնետիրական ընկերությունում։ Հիմնադրվել է 1956 թվականին եւ ստեղծվել է, որպեսզի ապահովի Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ցանցը։ Հիմա չեմ նշի, թե քանի անգամ է անվանափոխվել Երևանի հեռուստատեսային կայան, հետագայում Հայաստանի Հանրապետական հեռուստատեսային կայան, այժմ կոչվում է Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց։ Փակ բաժնետիրական ընկերություն, ինչպես նշեցի, որի 100% բաժնետերը բարձր տեխնոլոգիական եւ արդյունաբերության նախարարությունն է։ Այո, ինքը ունի այդպիսի ընկալում, որ Երևանի հեռուստաաշտարակը հանրային հեռուստաընկերությանն է պատկանում, սակայն դա, ինչպես ասում են, փոքրինչ չափազանցված է։ Նախկինում մեր երկու կառույցները եւ հանրային հեռուստաընկերությունը եւ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանցը մեկ միասնական տարածք են եղել, այսինքն ոլորտային առումով մենք կարելի ասել նույն ինդուստրիալ բովանդակության կրողն ենք, սակայն ի տարբերություն հանրային հեռուստաընկերության, Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերությունը ապահովում է ոչ միայն հանրայինի, այլև Հայաստանի Հանրապետության հանրային մուլտիպլեքսում գործող մնացած բոլոր հեռուստաալիքների ամբողջական սփռումը, ամբողջ հանրապետությունը։ Այստեղից է ամբողջը հեռարձակում, մենք դեռ ասեմ, որ աշտարակել ենք բարձրանալու, այնպես որ հրաշալի կադրեր կունենանք եւ ոչ միայն կադրեր։ Գանք մի քիչ պատմության, հա, այստեղ լուսանկար կա, թե առաջին աշտարակը ինչպիսին է եղել, հետո կառուցվել է արդեն մեզ հայտնի աշտարակը։ Ոնց է եղել այդ պատմությունը։ Նախկինում նկարին եթե ուշադիր նայեք, երկու հեռուստաաշտարակներ են, մեկը մի քիչ ցածր, մեկը մի քիչ բարձր։ Մեր գործող Երևանի հեռուստաաշտարակը ունի մոտ 312 մետր բարձրություն։ Խոսքը այն աշտարակի մասն է, որ դուք հիմա տեսնում եք։ Նախորդ հեռուստաաշտարակը այժմ գտնվում է Գյումրիում։ Ես ավելի շատ այս երկու հեռուստաաշտարակները նմանացնում եմ Bonnie եւ Clyde-ին, որովհետեւ այդպես իրար հետ շատ համահունչ են, շատ սիրուն են, մեկը մի քիչ ավելի ցածր, մեկը մի քիչ ավելի բարձր։ Երբ որ սկսվել է հեռուստաաշտարակի շինարարությունը, իսկ հեռուստաաշտարակի շինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին, ավարտին հասել է 1977 թվականին, կառուցվել է Շիմանովսկու անվան կոնստրուկտորական ինստիտուտի փորձագետների կողմից, ուկրաինական կազմակերպություն է, իմիջիայլոց ասեմ, որ այս վերջերս էլ իրենք այցելել էին մեզ մեր հրավերով, որպեսզի ստուգեն հեռուստաաշտարակի կոռոզիոն, այսպես մասնագիտական վիճակը, այո, ստուգեցին եւ յուրախություն մեզ մեր հեռուստաաշտարակը գտնվում է բավական լավ վիճակում, որը երբ առիթ կլինի դեռ խոսելու, նաև մեզ թույլ տվեց իրականացնել նոր լուսավորման համակարգի գործընթացը, որ մենք նախաձեռնել էինք։ Հին հեռուստաաշտարակը այժմ գտնվում է Գյումրիում։ Եթե այցելեք Գյումրի, մենք իմիջիայլոց էսել է շատ կարևոր ինֆորմացիա ասեմ, որ մենք հեռուստաաշտարակներ ունենք Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Եթե ասենք կոպիտ պարզ լեզվով ասենք, այդ բոլոր աշտարակների տնօրենը դու ես։ Այո, հետաքրքիր ձևակերպում էր, բայց դա այդպես է ստացվում։ Քո ֆունկցիաների մեջ է հիմնականում ինչ է մտնում, դու պետք է հետևես ամբողջ եթերին նաև, թե պետք եթեր կարող ես չնայել, բայց իմանալ զուտ ամեն աշտարակի տարածքում ինչ է կատարվում, ինչ չէ։ Մենք ունենք շուրջ 272 հեռուստաաշտարակներ, ունենք հիմնական կայաններ եւ միկրոկայաններ։ Այսինքն մենք մեր խնդիրը, որպես այդպեսին հեռուստաաշտարակի ֆունկցիան ապահովել Հայաստանում հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների պերմամենտությունը, մատուցել որակյալ ապահովել որակյալ հեռուստայեթեր տեխնիկական մասի տեխնիկական բաղադրիչի մասին է խոսքը։ 2000 օրինակ 11 թվականին, երբ որ մեզ վերապահվեց իրավունք Հայաստանում իրականացնել թվային ցանցի սփռման եւ սպասարկման աշխատանքները, ընկերությունը նախաձեռնել է նաեւ ամբողջ հանրապետության ցանցի թվայնացում։
Թվայնացումը սկսվել է 14-ից 16 թվականներին, միջև այդ եթե կհիշեք հեռուստաէկրանների այդ գունավոր եւ սևի անալոգային հեռարձակման մասնախոսքը 16 թվականին ամբողջապես արդեն Հայաստանում գործում էր թվային ցանցը եւ այդ ամբողջ գործընթացը իրականացրել է հենց մեր ընկերությունը։ Ում աշտարակն է տարածաշրջանում ամենաբարձրը։ Բարձրությամբ մերն է, ասեմ ավելին, Էֆելյան աշտարակի վրա միջև լրացուցիչ ռադիոկայաններ եւ համապատասխան սարքավորումներ տեղադրել է, մեր հեռուստաաշտարակը բարձր է եղել նաեւ Էֆելյանից։ Պարզապես հիմա այնտեղ անտենաներ են տեղադրել եւ նրա բարձրությունը, եթե չեմ սխալվում, 324-25 է հասել։ Բայց մերը մինչև 1956 թվականներ մերն ա եղել ամենաբարձրը։ Բայց ես լսել եմ, որ սկզբում Վրաստանում էր Վրաստանում էլ կա ավելի բարձր, հետո մենք որոշեցինք, որ մերը տեսեք, Վրաստանում նույն կոնստրուկտորական կազմակերպությունն է, այսինքն Շիմանովսկու ինստիտուտն է արել։ Հետո, երբ որ հանգամանքները նենց են դասավորել, որ մեր այն ժամանակվա ղեկավարները գտել են, որ մեզ էլ է անհրաժեշտ, իսկ դա մեզ անհրաժեշտ էր, որովհետև մեր ռելիեֆը, մեր տարածաշրջանը եւ մեր մարտահրավերները դրա պետքը եւ դրա կարիքը ունեին, որոշումը կայացվել նաեւ Երևանում կառուցել հեռուստաաշտարակ, ամենևին որևէ, այսպես ասած, մրցակցային բան չի եղել եւ էսթետիկ առումով էլ իմ կարծիքով մերը մի քիչ ավելի սիրուն է, բայց ելի եմ ասում, մեր վրացի գործընկերների հետ մենք ունենք շատ լավ հարաբերություններ, վերջերս իմ գործընկերները այցելել են նույնիսկ Թբիլիսի ծանոթանալու թե այնտեղ ինչպիսի վիճակում է հեռուստաաշտարակը եւ նորից էլի լուսավորման նոր համակարգի, այսպես ասած, ներդրման շրջանակներում կոնսուլտացիաներ են իրականացնել իրենց հետ, շնորհակալություն իրենց դրա համար։ Դու հիշատակեցիր, որ լուսավորությունն է փոխվել եւ այլն, կարծում եմ շատերը արդեն տեսել են դա, հասցրել են նկատել եւ նաեւ Էյֆելյան աշտարակը հիշատակեցիր, ինքը նաեւ առանձնանում է ֆունկցիոնալությամբ։ Ես նաև մենք կուզեմ զրուցենք հենց մեր հեռուստաաշտարակի ոչ միայն արտաքինից եւ լուսավորությունից անպայման, այլև հենց ֆունկցիոնալության մասին, բայց ես ոնց որ արդեն չեմ համբերում, շատ կուզեմ նաև հենց աշտարակի տարածքում դա անենք եւ ինչքան հնարավոր նաև բարձրանանք իր վրա, եթե դեմ չես որպես տնօրեն բնականաբար։ Չէ, դեմ չեմ։ Առաջարկում գնանք այնտեղ ու շարունակենք զրույցը։ Շնորհակալություն։ Նարեկ, մենք հիմա աշտարակի այն կլոր հատվածում ենք, եթե մեզ դիտողները պատուհանից տեսնում են կամ հիշում են աշտարակի ինչպիսին է, այն բավականին բարձր տեղում ենք ու բաճկոնի պահվել դու ասացիր, որ աշխատանքի առանց բաճկոն ես եկել, դրա համար էս կոնտրաստը ներողություն, եթե ինչ-որ վատ է նայում, բայց մարդը չի հագել բաճկոնը, չես մրսում, ընդհանրապես այդպես ես գալիս։ Չէ, ոչ միայն չեմ մրսում, այլև սրտի նկատմամբ պատկառանք ունեմ, այնպես որ պատկառանք։ Հասկացա, այդ Վանաձորից է գալիս սրտի նկատմամբ։ Նաև, հասկացա։ Մենք խոսեցինք աշտարակների ֆունկցիոնալությունից, հատկապես Էյֆելյան։ Հիմա ինչքանով որ հնարավոր է, ուզում ենք հասկանալ մեր հեռուստաաշտարակի ֆունկցիոնալությունը, սկսենք լուսավորությունից։ Ինքը փոխվեց։ Ոնց որոշվեց, որ պետք է փոխվի լուսավորությունը եւ ինչի ընտրվեց հենց այն լուսավորությունը, որ այսօր ունենք։ Նախ նշեմ, որ մենք գտնվում ենք 130 մետր բարձրության վրա։ Ես բարձրացան այդ մի քիչ չունեմ, չիմանայի այդ բա, 130 մետր։ Այո, 130 մետր բարձրության վրա ենք գտնվում։ Հեռուստաաշտարակի լուսավորման համակարգի փոփոխությունը նախատեսված էր այն պատճառով, իդեպ այն ինչ որ ես հիմա կձևակերպեմ, դա տեխնիկական բնութագիր է։ Նախկին լուսավորության համակարգը, որ ներդրվել էր 2011 թվականին, տեխնիկապես եւ բարոյապես մաշված էր, այսինքն իր ֆունկցիոնալության սպառման եզրին էր եւ մենք որոշում կայացվեց ԲՏԱ նախարարության մեր գործընկերների հետ խորհրդակցության արդյունքում որոշեցինք, որ լուսավորության համակարգը անհրաժեշտ է փոխել եւ նաեւ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության մեր գործընկերներին, իդեմ նախարարի Մուխթար Հայրապետյանի եւ փոխնախարար Գեորգ Մելիքսեթյանի, որոնց հետ ակտիվ կոնսուլտացիաների արդյունքում որոշեցինք այս ծրագիրը իրականացնել 6 ամիս տևեց բուն գործընթացը, իսկ նախապատրաստական աշխատանքները, այսինքն գնման գործընթաց, մնացած պարամետրեր շուրջ 1 տարի։
Ահա։ Գունային գամման հետաքրքիր է, այսպես ավելի հասարակ դիտողի տեսանկյունից ո՞նց է որոշվել գունային գամման, այսինքն ինչ-որ ստանդարտներ կան, որ աշտարակը պետք է լինի այս գույների մեջ, կամ չկան ըստ ճաշակի, ո՞նց է այդ բանը։ Շատ կարևոր էր հասկանալ նաև քաղաքային միջավայրի առանձնահատկությունները, հեռուստաաշտարակի դիրքը եւ այն թե ինչպես լուսավորության ինչպիսի համակարգներ դնելուց հետո այն ինչպես կազդի քաղաքային միջավայրի վրա։ Նշեմ, որ շուրջ 16000 մոտավորապես պիքսել լույսեր են տեղադրված հեռուստաաշտարակի նոր լուսավորության համակարգի վրա։ Մենք տարբեր գունային գամմաներ ենք ստացել եւ ֆունկցիոնալ առումով հեռուստաաշտարակը այսօր արդեն հնարավոր է դիտարկել հետեւյալ պրիզմայով։ Մենք հիմա մշակում ենք ընթացակարգեր, որով որ նախ սա շատ ինտելեկտուալ համակարգ է, կառավարվում է մեկ տեղից եւ այդ կառավարման արդյունքում մենք հետագայում հնարավորություն ենք ունենալու նաեւ մեր քաղաքացիներին ներգրավել լուսային համակարգի փոփոխության գործին։ Ոնց է դա տեղի ունենալու, ինչպես է դա տեղի ունենալու, քաղաքացիները հնարավորություն են ունենալու հատուկ հավելվածի միջոցով մուտք գործել վեբ կայք, այնտեղից մեր կողմից արդեն նախորոք ընտրված գունային գամաներից, որոնք քիչ չեն, 1-2 տասնյակից ավել լուսային գամաներ են լինելու, այդ լուսային գամաներից ընտրել իրենց նախընտրածը եւ շուրջ 30 վայրկյան տևողությամբ կարողանալու են վայելել իրենց ընտրած գունային գաման։ Հա, բայց այդ հերթեր են լինելու, այսինքն մի օրվա մեջ կարող է, չգիտեմ, ամբողջը զբաղված լինի քաղաքացիների, չէ, ընտրած գամայով։ Բայց դրա նպատակը ո՞րն է, այսինքն ես օրինակ ուզում եմ ինչ-որ մեկին զարմացնեմ, հա, ասենք ասում եմ կնայես 8:15 ժամը լինելու է ֆիքսացիա։ 8:15 կնայես աշտարակին եւ հատուկ քո համար այո, այդ հավելվածը ձեզ տալու է հնարավորություն ինտերակտիվ կերպով մասնակցել լուսային փոփոխությանը։ Այսինքն պայմանականորեն դուք ընտրել եք 8:15-ի 8:15 ժամանակահատվածը, ձեզ զգուշացվելու է մնաց 5 վայրկյան, 4, 3, 2, 1 եւ ուշադրություն։ Արդեն երբ որ դուք այդ ժամանակ նայեք, այդ հավելվածը ինքը ֆունկցիոնալ առումով այնտեղ բանա ցույց է տալու, թե ինչպես է դա տեղի ունենում ու դուք արդեն կարողանալու եք, այսպես ասած, ուղիղ աչքերով եւ եթերով նայել այդ վճարով է դա լինելու։ Մենք եկեք այս հարցին չպատասխանեմ, էլի, ճիշտ ասած մտածում ենք ոնց անենք, որովհետեւ եթե անենք անվճար, շատ մեծ է հավանականությունը, որ ձեր ասած հերթերը, այսպես ասած, ուղակի վերջ չունենան, վճարովի անելու պարագայում էլ պիտի ուշադիր լինենք եւ այսպես ասած մի հատ հետազոտենք, հասկանանք թե ինչպիսի գնային քաղաքականություն մշակենք, որպիսի մեր քաղաքացիների գրպանին համապատասխան լինի։ Եվ լուսավորության թեմայով նաև ոնց հասկանում էկրանն է ավելացել։ Այո։ Մեծ։ Այո։ Ինչա լինելու այդ էկրանի վրա։ Այդ էկրանը մեզ հետագայում հնարավորություն է տալու տարբեր ձևաչափերով գովազդային արշավներ անցկացնել, նաև քաղաքի եւ հանրապետության գլխավոր տոների կապակցությամբ եւ առիթով համապատասխան լուսավորություն եւ համապատասխան տարերի շտրիխներ ստանալ, այսինքն անկախության տոն, բանակի տոն եւ ընդհանրապես մեր տոների հետ կապված յուրաքանչյուր իրադարձություն մենք կփորձենք նաեւ լուսաբանել։ Իսկ ինքը նորմալ երևալու է, այսինքն կենտրոնից կամ քաղաքի բանուկ հատվածներից, կենտրոնից եւ այն տեղերից, որտեղից որ հեռուստաաշտարակը երևում է, այո, բավականին ակնառու է։ Ու մի հարց էլ հենց ֆունկցիոնալության հետ կապված, շատ հեռուստաաշտարակներում, օրինակ Բերլինում եւ այլն, հատկապես այս կլոր հատվածները հաճախ նաեւ ռեստորան են լինում, Բերլինն եթե չեմ սխալվում, ինձ պատտվում է։ Այդպիսի պլաններ կան այս աշտարակի հետ։ Պլաններ եղել են նույնիսկ նախկինում, սակայն շատ մեծ հետազոտական աշխատանք պիտի կատարենք եւ մենք հիմա զբաղվում ենք լուսավորության նոր համակարգի ներդրումից հետո մեր երկրորդ առաջնահերթությունը ձեր նշած հարցի հետ կապված, այսինքն հեռուստաաշտարակը դարձնել ավելի հանրամատչելի մեր քաղաքացիների համար, մեր գործը նաեւ դա է, բայց բավական մեծ աշխատանք կա կատարելու հասկանալու համար նախ եւ առաջ որտեղից սկսենք, այսինքն շատ գրավիչ է թվում առաջարկը։ Դե այս տարածքում ռեստորան, ասենք այսօր պատկերացնեմ, շատ գրավիչ է թվում, բայց մենք հիմա պիտի զբաղվենք այդ աշխատանքներով հասկանալու համար, թե հատկապես ինչ նախատեսենք մեր քաղաքացիների համար, այո, հիմա զբաղվում ենք, թույլ տվեք
շատ չբարձրաձայնել, որովհետև դեռ միայն նախապատրաստական փուլն է, բայց վստահեցնում եմ, որ առաջիկայում մենք որոշակի նորություններ այդ առումով կունենանք մեր քաղաքացիների համար։ Այո, մի քիչ անդրադառնանք նաև քեզ, ու փորձենք նաև քո, ասես ասած, փիլիսոփայությունը աշխատանքային, ասես մի քիչ հերվից գամ։ Նույն տեխնոլոգիաները փոխվում են անընդհատ, հիմա ինտերնետ եւ այլն AI, կարող է գա մի օր, որ հեռուստաաշտարակները ընդհանրապես պետք չգան, այսինքն պարզվի, որ իրանք էլ ոչ մի կարևոր ֆունկցիա չեն կատարում եւ ուրիշ բան է իրանք փոխարինում։ Եթե նկատի ունեք հեռուստատեսությունը, մեր ջան, հեռուստատեսությունը ես չեմ կարծում, որ կմեռնի։ Հեռուստատեսությունը թեկուզ որպես ռիտուալ, կարծում եմ կմնա մեր կյանքում եւ մեր կենցաղի անբաժան մաս։ Ինչպես օրինակ, ասենք թերթերը։ Ճիշտ է, օրինակ Մեծ Բրիտանիայում Times-ը մանավանդ տարեցների շրջանում բավական մեծ հեղինակություն է վայելում եւ թոշակառուները առավոտյան իրենց սուրճը նախընտրում են Times-ի հետ, այսպես ասած, Coffee with Times։ Նույնն էլ հեռուստատեսության եւ ռադիոյի պարագայում։ Արդյոք այսօր հեռուստաինդուստրիան եւ հեռուստատեսությունը ճգնաժամի մեջ են ձեր նշած հանգամանքների, այսինքն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների մեր կյանքներ թափանցման շնորհիվ միանշանակ այո։ Հետևաբար հեռուստաաշտարակների մասով, քանի որ ինձ ֆունկցիոնալ, օրինակ անալոգային տնտեսության ժամանակ հեռուստաաշտարակը անհրաժեշտություն էր, առանց դրա հնարավոր չէր։ Թվային հեռուստատեսության արդյունքում արդեն մենք մի քանի հաղորդիչների փոխարեն կարող ենք օրինակ օգտագործել մի հաղորդիչ մի քանի հեռուստաալիքների համար։ Չեմ բացառում, որ կգա մի ժամանակ, երբ որ կգան փոխարինելու նորագույն տեխնոլոգիաներ, հաշվի առնելով համացանցը, Starlink-ը եւ այլն, բայց կարծում եմ, որ եթե գա այդպիսի մի ժամանակահատված, որ հեռուստաաշտարակը այլևս առնվազն իր տեխնոլոգիական եւ բովանդակային մասով այլևս անհրաժեշտություն չկրի, ի վերջո այն նաև շատ լավ լենդմարք է քաղաքային միջավայրի համար, զբոսաշրջիկների համար, որևէ նպատակով այդ թվում նաև ձեր նշած որևէ ժամանցային կենտրոն ստեղծելու հանգամանք։ Տնօրեն լինելու մասով, հա, ինչն է կարևոր քո համար միջազգային փորձի եւ այլն, այսինքն ինչին ես հետևում, ինչպես այն այլ երկրներում օրինակ հեռուստաաշտարակները տրանսֆորմացիայի ենթարկում կամ չեն ենթարկում, ինչի վրա ես ուշադրություն դարձնում անձամբ դու։ Շատ առաջնահերթություններ կան, շատ անելիքներ կան, բայց հիմնական առաջնահերթությունը լուսավորության նոր համակարգի ներդրումից հետո կառույցի արդիականացումն է։ Այսինքն առաջիկայում ես հուսամ, որ այս տարի 2026 թվականին կկարողանանք իրականացնել, մենք նախատեսում ենք Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց ընկերության ամբողջ ցանցի արդիականացում։ Ինչ է դա նշանակում։ Մենք մարզերում, ինչպես նշեցի, ունենք հեռուստաաշտարակներ եւ այնտեղ նույնպես ունենք անձնակազմեր, որոնք որ սպասարկում են այդ հեռուստաաշտարակները։ Հիմա մեր գաղափարը այն է, որ ստեղծենք մեկ միասնական կառավարման կենտրոն, որը կլինի Երևանում, այստեղ, եւ այստեղից արդեն համապատասխան սարքավորումների, նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ on-line կերպով մենք կկարողանանք կառավարել ամբողջ ցանցը առանց մարդկային գործոնի կամ մարդկային գործոնի նվազ մասնակցությամբ, այսինքն մարզերում կունենանք ճկուն մոբիլ խմբեր, սպասարկող եւ ինժեներական անձնակազմ, ովքեր որ որևէ կարիքի, որևէ խնդրեմի եւ խնդրի պարագայում արագ արձագանքման ձևաչափով կգնան եւ տեղում կլուծեն խնդիրները։ Լուսավորության հետ կապված անձամբ քեզ դուր գալիս է լուսավորությունը ամբողջությամբ։ Ես թույլ տվեք չարտահայտվել, դա որ ավելի շատ մեր քաղաքացիների, այսպես ասած, հայեցողությանը թողնել։ Համենայն դեպս միջև այսօր մեր լսած արձագանքները դրական են։ Իսկ այդ գեղագիտական մասը ով է դրա վրա աշխատել։ Մենք ենք աշխատել մեր գործընկերների հետ, մեր կապալառու գործընկերոջ հետ եւ ինչն է ավելի կարեւոր, որ այս ծրագիրը իրականացնելիս երկու կողմերն էլ, թե պատվիրատուն եւ թե կապալառուն գործել են բացառապես հանրային շահի եւ էսթետիկ գեղագիտական բաղադրիչը կարևորելու տեսանկյունից, ինչը ինձ համար շատ կարևոր է եւ արդյունքում ստացել ենք մի այնպիսի համակարգ, որը որ կարծում եմ մեր քաղաքացիներին դուր է եկել։ Իդեպ ես նոր հասկացա, որ դու Հայաստանի բարի բուն իմաստով ամենաբարձր պաշտոնյան ես, բարձրության իմաստով, որ բարձրանում ես այստեղ ու գիտես, որ սա
առնվազն Երևանի ամենաբարձր կետն է։ Ներքին հոգեբանական ինչ որ փոփոխություններ կորա նկատում ես, որ ասես նայում ես ամբողջ քաղաքին եւ դու ես այս ամեն ինչը ղեկավարում, ի՞նչ է կատարվում քո այդ ժամանակ։ Գայթակղությունը մեծ է ձևակերպել, որ բոլորին վերևից են նայում, բայց այդպիսի տպավորություն ստացել եմ առաջի անգամ, երբ որ բարձրացել եմ, այսինքն ինչպես եւ դու, եթե չեմ սխալվում, մի անգամ էլ ես եղել։ Ես մի անգամ եղել եմ, բայց այստեղ չեմ եղել, մի քիչ ավելի ներքև, առաջին անգամ այսքան բարձր, sense էյֆորիան կա։ Այո, զգացողությունները կարելի ասել ցնցող էին, բայց հետո արդեն դարավ սովորական։ Հաճելի է, շատ հաճելի է գտնվել այստեղ, որովհետև իմիջիայլոց ասեմ, այստեղից երևում է նաև թամանյանական ճարտարապետությունը, այսինքն այն ինչ որ ես տեսել եմ կադրերում, դրոնից արված կամ Երևանի մասին, Երևան քաղաքի պատմությունը ուսումնասիրելու ժամանակահատվածում, ես այստեղ տեսնում եմ սեփական աչքերով։ Նախագիծը, եթե դուք ուշադրիր դարձնեք, թերությունները թերությունները, հա, որովհետև դրանք երբեմն ակնառու են։ Մեկ լիդում են։ Կապված քո պաշտոնի հետ, հետագայի համար, օրինակ հիմա մեզ նայողները, ասեմ, ինչ սկիլեր, այսպես ասած, հատկանիշներ պետք է ունենա այս կառույցի ղեկավարը, դու քո մասով ինչ կարող ես ասել, ինչն է ամենակարևորը, որ դու պիտի տիրապետես։ Իմ կարծիքով ընդհանրապես կառավարման եթե մասին է խոսքը, կառավարիչը պիտի ունենա հատկություն ընտրելու մարդկանց, ովքեր որ նախ կարողանում են հասկանում են գործից, դա շատ կարևոր է, հենվել ինստիտուցիոնալ հիշողության վրա եւ մարդկանց, ովքեր կարող են քո իդեաները, որոնք որ դու առաջարկում ես, իսկ իդեաներ միշտ կլինեն։ Այսօր ես եմ, վաղը մեկ ուրիշն է լինելու, շատ կարևոր է, որ կառավարիչը կարողանա իր գործընկերների, իր ենթակաների հետ սերտ կոմունիկացիոն կապի մեջ գտնվել եւ գտնել անհրաժեշտ եւ ճիշտ բառամթերք այդ ասելիքը տեղ հասցնելու, որովհետեւ միշտ չէ, որ դա հաջողվում է։ Այսինքն նպատակները միշտ կարող են լինել ամենաբարձր, գաղափարները միշտ կարող են լինել ամենավեհ, բայց իրականացման փուլում կարող է լինել խնդիրներ, նշածս հանգամանքներով պայմանավորված եւ այդպիսի դեպքեր ես շատ գիտեմ, փորձում եմ լինել հնարավորինս կոմունիկատիվ, որպեսզի այն ինչ որ ես եմ պատկերացնեն նաև իմ գործընկերները եւ նաև շնորհակալ եմ իրենցից, որ առնվազն լուսավորության համակարգի տեղադրման ձևաչափում մենք այդ կարողացանք իրականացնել։ Լուսավորությունը ունեցանք նախորդ տարվա վերջում։ Այս տարի ինչ ենք սպասում, եթե դա բաց ինֆորմացիա է, հաջորդ քայլը որն է։ Լուսավորության հետ կապված։ Լուսավորությունից հետո, այո։ Լուսավորության հետ փոփոխությունը աշտարակի մասով։ Քո նշած հարցի հետ կապված ասեմ, որ ինչպես նշեցի, ինձ համար այս պահին առաջնահերթությունը արդիականացման գործընթացը միջև վերջ իրականացնելն է կամ գոնե դրա մեկնարկը տալը։ Ինձ համար սա շատ կարևոր է, որովհետև պետական կառավարման ոլորտում իմ կարծիքով պիտի լինել հնարավորինս արդյունավետ, պիտի փորձել պետական համակարգը այսպես թե այնպես դանդաղ աշխատող մեքենա է, որովհետև ի տարբերություն մասնավորի ինքը սպասարկում է հանրային ամբողջ սպեկտրը, հանրային տարբեր շահեր։ Հետևաբար կառավարումն էլ դառնում է մի քիչ ավելի դժվար։ Մեր խնդիրը այս փուլում որպես կառավարիչներ հետևյալն է՝ գտնել հնարավորինս արդյունավետ լուծումներ այդ կառավարումը եւ մարդկանց կյանքը հնարավորինս հեշտացնելու։ Եվ արդիականացումը ինձ համար առաջնահերթություն է նախ եւ դա ցավալի, դա էլ նշեմ, շատ ցավալի փոփոխություններ են, որովհետեւ այդտեղ կա մարդկային գործոն, մենք նաեւ ստիպված ենք լինելու հրաժեշտ տալ մեր որոշ գործընկերների, ցավալի է, մարդկային առումով ցավալի է, բայց կյանքը, փորձը, պատմությունը մեզ պատուհասած աղետները նաեւ գալիս են հուշելու, որ մենք պիտի մի բան փոխենք, ինչ որ բան փոխենք ամենայն դեպս, որովհետև այն ինչ որ գործել է միջև այս, այդքան էլ արդյունավետ չի եղել։ Եվ ասես նորից դիտողների համար, եթե մարդիկ լինեն, որ սովորական բնակիչներ, իրենք էլ ուզենան այստեղից նայեն քաղաքին, դա հնարավոր է թե այս փուլում ոչ, մեր ջան։ Ես նշեցի, որ մենք հիմա արդիականացման հետ զուգընթաց նաև աշխատելու ենք հեռուստաաշտարակի գրավչության եւ որպես տուրիստական կենտրոն նրա
այսպես ասած հասանելիության համար։ Ժամկետներ չնշեմ, բայց հուսամ մենք 2026 թվականին կստանանք ամենայն դեպս մեզ համար, որտեղ նախ պիտի մեզ համար հասկանալի լինի, թե ինչ ենք ուզում մենք անել, որ հետո էլ այդ ամենը պատվիրակենք մեր քաղաքացիներին։ Հիմա մենք մի հատ հասկանանք, այդ փուլում ենք։ Կարծում եմ, բայց պարբերաբար մենք ինֆորմացիա կտրամադրենք, թե ինչպիսի քննարկումներ են ընթանում, ինչ ենք ուզում անենք։ Ամենայն դեպս որոշել ենք այս փուլում սկսել փոքրից, որովհետև եթե մի քիչ ավելի մեծ ծրագիր վերցնենք, դա շատ ժամանակատար կլինի, շատ հետազոտական, բավական մեծ թվով հետազոտական աշխատանքներ կկատարվեն։ Կսկսենք փոքրից, մեր սխալների վրա սովորելով կհասկանանք, թե ինչ է հնարավոր այս փուլում անել, եւ եթե տեսնենք, որ աշխատում է այդ ծրագիրը, այսինքն փոքր ինչ նկատի ունեմ, առնվազն սաղմնային փուլում գուցե հնարավորություն լինի սա դիտարկել ուղղակի որպես տեսարժան վայր քաղաքացիների համար, ասենք պայմանականորեն դիտակետից քաղաքին նայելու, սուրճ խմելու, իջնելու, բայց հետագայում երբ որ ավելի ընդարձակվի ծրագիրը, ես կարծում եմ, որ բավական մեծ եւ բավական ամբիցիոզ ծրագիր կարող է ստացվել։ Նարեկ ջան, շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ, մերսի որ եկաք։